Արդեն հասել ենք այն էտապին, երբ փորձելու ենք հաշվարկել կարեկցիան և բացել գործարքներ իրական շուկայում ռեալ գրաֆիկի վրա նախորդ երկու մասերով կիսված ամբողջ ինֆորմացիայով և փոխանցված ողջ գիտելիքների հիման վրա փորձելու ենք հաշվարկել կարեկցիան, գտնել գործարքի բացման ակտուալ կետերը ու բնականաբար բացել գործարքներ։ Ընկերներ ջան, մինչ սկսելը ցանկանում եմ տեղեկացնել, որ կարեկցիայի հաշվարկի միջոցով դուք կարող եք աշխատել թրենդի ուղղությամբ, այսինքն ամենաառաջին գիտելիքներից մեկը, որը սկսնակ թրեյդերը յուրացնում է, դա այն է, որ թրեյդինգում պետք է աշխատել թրենդի հետ միասին թրենդի ուղղությամբ։ Ես համաձայն եմ բնականաբար դրա հետ, այդ իսկ պատճառով առաջին իսկ մեր գործողությունը, որը որ մենք անում ենք գրաֆիկը բացելիս, դա գրաֆիկի ուղղությունը որոշելն է, այսինքն դեպի վերև շարժվող թրենդ է, դեպի ներքև շարժվող թրենդ է։ Տեսեք, այստեղ գլոբալ դեպի ներքև շարժվող թրենդի օրինակ ունենք, մյուս կողմից էլ այստեղ արդեն լոկալ դեպի վերև շարժը սկսվել, այսինքն նայեն կա այստեղ սիմետրիկ եռանկյունի, որի հետ արդեն կարելի է աշխատել, ընկերներ ջան, գումարած դրան այստեղ կա լավ հորիզոնական ուռով է։ Տեսեք, 1 րոպեանոց time frame-ում ես գրեթե ոչ դեպի վերև, ոչ էլ դեպի ներքև կարեկցիաները որոշել չեմ կարող։ Այդ իսկ պատճառով անցնում եմ M3 time frame-ի, դա առաջին մեր փոխկապակցված time frame-ն է։ Անցնում եմ M3 time frame, ինչ եմ տեսնում այստեղ։ Նախ հիմա ցանկանում եմ բացել դեպի վերև գործարք, քանի որ գինը դեպի աջակցության ուռով է մոտեցել։ Տեսեք, նախ տեսնում եմ, որ լոկալ մասում այստեղ վերջին 2 ժամվա ընթացքում տեղի են ունեցել 6 րոպեանոց կարեկցիաներ, տեսնում եմ նաև, որ նախկինում այստեղ տեղի են ունեցել կրկին 6 րոպեանոց կարեկցիաներ, այսինքն չհաշված այստեղ այս երկար կարեկցիան լայն դիապազոնով մոմելով որ տեղի է ունեցել, այստեղից եկեք բացեմ գործարքը, չհաշվենք դա, արդեն իսկ ընկերներ ջան կարեկցիաները ձևավորված շարժվում են 6 րոպե, իսկ փոքր կարեկցիաները տեղի են ունենում 3 րոպե։ Քանի որ արդեն այս կետում որոշել եմ այդ կարեկցիաների երկարությունը եւ կարեկցիաների տևողությունը, այլևս 5 րոպեանոց time frame-ի ես չեմ անցնում։ Սակայն զուտ ուղղակի տեսնելու համար կարող եք անցնել M5 time frame եւ կասեմ ձեզ, որ այստեղ ավելի մաքուր է երևում ամեն ինչը։ Տեսեք, 10 րոպե երկար կարեկցիաներն են, 5 րոպե փոքր կարեկցիաներն են։ Այստեղ 5 րոպեանոց կարեկցիան ավարտվել է, սկսվել է արդեն երկրորդ 5 րոպեանոց կարեկցիան, սակայն մենք աշխատում ենք ըստ M3 time frame-ի տվյալ դեպքում, քանի որ այստեղ կարեկցիայի հաշվարկը եւս լավ երևում է։ Ես խոսել եմ 50-ական եւ 0-ական ուռովենների մասին։ Տեսեք, այստեղ կա շատ լավ երևացող 50-ական ուռով են։ Գումարած դրան սա նաև շատ կրկնություններով հայելային, շատ խիտ փոքր դիապազոնով ուռովեն է, որը որ արդեն ուռովենի հզորության մասին է խոսում եւ գործարք բացելու ակտուալության մասին է խոսում։ Բազմիցս եղել են այստեղ կետեր, երբ դուք կարող եք բացել գործարքներ։ Օրինակ այս երկու կետերը, որոնք սրանք համընկնում են երևի 5 րոպեանոց կարեկցիայի ավարտին, ես չեմ նայել, ուղղակի եզրակացնում եմ։ Հաջորդ օրինակ այս կետից կարելի է բացել գործարք, հետո այս կետից, սակայն այս երկու կետերը ընկերներ ջան լինելու են մինուսային կետեր։ Իսկ այս մեր բացված կետը արդեն մեզ տալիս է մաքուր պլյուս։ Տեսեք ընկերներ ջան, ուռովենը դա ուղիղ գիծ չէ, ինչքան էլ որ այն հայելային է նեղ դիապազոնով է, ուռովենը մի զոնա է։ Այդ զոնայի որ կետից արդեն կշարժվի գրաֆիկը դեպի վերև կամ ներքև, դա արդեն որոշելու է կարեկցիան եւ կարեկցիայի հաշվարկը։ Այստեղ 1 պլյուս արդեն վերցրեցինք, կարեկցիան հաշվարկեցինք, գործարքը բացեցինք, M3 time frame-ով գործարքը բացեցինք։ M5 time frame-ով եկեք սպասենք 46 վայրկյան, հիմա սպասենք կարեկցիան ավարտվի, եւ տեսնենք որտեղ է ավարտվում ընկերներ ջան այս կարեկցիան։ Կարեկցիայի հաշվարկը ֆիլտրում է մի մեծ գործարքների ամբողջություն, որը որ դուք չեք բացելու եւ դրանով իսկ խուսափելու եք շատ եւ շատ մինուսային կետերից։ Այսինքն թրեյդերները, որոնք բացում են գործարքներ, ընկերներ ջան, հիմնականում ուռովեններից, թրենդային թեքերից, հնարավոր է նաև ուռովեն գումարած թրենդային թեքի խաչման կետերից,
50-000 ուրովեններից ու բազմիցս մինուսներ են ունենում, դա ընկերներ ջան պարզ բացատրություն ունի, քանի որ միշտ չէ, որ զուտ ուրովենից կամ թրենդային թեքից կամ դրանց խաչման կետից գործակները բացելով կարելի է աշխատել։ Կարծում եմ բոլորդ էլ ընկերներ ջան բազմիցս տեսել եք, հանդիպել եք այդ օրինակները, որ գործակները ուրովեններից պարզապես զուտ փակ աչքով բացելիս պլյուս չեն լինում։ Դրա համար պետք է կարենալ հաշվարկել կարեկցիան, որը որ ֆիլտրելու է այդ բոլոր գործարկները, արդեն բացելու եք ճիշտ կետերից, ունենալու եք հստակ անցողականություն, հստակ ստաբիլություն ու ձեր արդեն բացված ստատիստիկան, ձեր գործարկների անցողականության վրա հիմնված ստատիստիկան դուք արդեն տեսնալու եք ընկերներ ջան։ 10 գործարկից քանիսն են պլյուս, քանիսն են մինուս ըստ կարեկցիայի հաշվարկի։ Այստեղ իդեալական ուղակի նախ հաշվարկեցինք M3 time frame-ում կարեկցիան, բացեցինք գործարք, վերցրեցինք պլյուսը, որից հետո նայեցինք M5 time frame-ը, կրկին հաշվարկեցինք կարեկցիան, բացեցինք գործարքը։ Արդեն 2 իդեալական պլյուս այստեղ վերցրել ենք ընկերներ ջան, չեմ փորձում ժամանակի շուտ եզրակացություն անել, ուղղակի ընկերներ ջան արդեն այստեղ ֆիքսվել է այս մոմը, գործարք շարժվում է արդեն շատ լավ պլյուս։ Եկեք սպասենք այստեղ այս գործարքի ավարտին, անցնենք մյուս գրաֆիկին, հաջորդ գրաֆիկը վերլուծենք։ 2 1 հիանալի ընկերներ ջան, իդեալական պլյուսեր, արդեն կարեկցիա հաշվարկի միջոցով 2 իդեալական պլյուս այստեղ վերցրել եմ։ Տեսեք, անմիջապես շարժվում է դեպի ներքև, այստեղ արդեն սկսում են մինի կարեկցիաներ, որոնց մասի եւս խոսելու եմ, բայց փոքրինչ հետո։ OTS-ին դեռ չեմ ցանկանում անցնել, քանի որ OTS-ում դեռ ցանկանում եմ ձեզ ցույց տալ ռեալ գրաֆիկում սրա անցուալականությունը ու սրա արդյունավետությունը։ Կրկին դեպի վերև գլոբալ թրենդ ունեմ, դեպի ներքև լոկալ թրենդ ունեմ ընկերներ ջան։ Անցնում եմ M3 time frame-ի։ M1-ում այստեղ չնայած ընկերներ ջան կարելի է ինչ-որ մի բան անել, ինչ-որ մի ձև հաշվել, քանի որ մինի թրենդի օրինակը այստեղ կա, լինում են 3 րոպե եւ 2 րոպե կարեկցիաներ, սակայն ամեն դեպքում անցնում եմ ես M3-ի, որպեսզի ավելի լավ տեսնեմ։ Եվ տեսնում եմ, որ լոկալ դեպի ներքև թրենդը շարժվում է 6 րոպե երկար կարեկցիաներով եւ 3 րոպե փոքր կարեկցիաներով, անցնում եմ M5-ի ակնկալելով ավելի մաքուր տեսնել, հենց ընկերներ ջան տեսնում եմ, որ արդեն այստեղից գործարք բացելու ժամանակն է, ինչու, քանի որ M5 time frame-ում այս լոկալ դեպի ներքև թրենդում տեսնում եմ նախ փոքր 5 րոպեանոց կարեկցիաներ եւ տեսնում եմ երկար այստեղ 10 րոպեանոց կարեկցիաներ։ Եթե դուք չիմանաք կարեկցիայի հաշվարկը, չանցնեք մեծ time frame-ների, որոնց մեջ դասավորվում են այս բոլոր մոմերը, 1 րոպեանոց, դուք տեսեք որքան կետ ունեք գործարք բացելու։ Նախ ընկերներ ջան, այս կետը, օրինակ, այստեղից թրենդային թեք, հորիզոնական ուրովեն, այստեղից կարելի է արդեն բացել գործարք, եթե դուք չգիտեք դրա մասին։ Հաջորդը հնարավոր է այս կետը, որտեղից որ դուք կբացեք 2 րոպե ու արդեն տեսեք այստեղից դուք մինուս եք լինելու։ Հաջորդ կետը արդեն իմ կետն է, որտեղ որ դուք բացել եք, բայց դա արդեն կլինի ձեր երկրորդ դագունը։ Իսկ ես այստեղից իմանալով կարեկցիայի հաշվարկը պարզ բացել եմ դեռ իմ առաջին գործարքը։ Եկեք սպասենք տվյալ գործարքի արդյունքին եւ տեսնենք ինչպես է փակվում գործարքը, ըստ դրա արդեն կշարժվենք առաջ։ 2 1 հիանալի ընկերներ ջան, պլյուսը վերցրեցինք, գինը շարունակում է շարժվել դեպի ներքև, ինչը նշանակում է մեր անալիզը ճիշտ էր։ Ընկերներ ջան, սպասում եմ այստեղ թարմանը արդյունքը, որպեսզի ցույց տամ ձեզ, որքան կազմեց մեր պրոֆիտը այս աշխատանքային սեանսում։ Սա մեր բացված 3 իդեալական գործարքներն են, 3-4 գործարք բացեցի, արդեն թողնում եմ շուկան ընկերներ ջան եւ անցնում եմ սպասում եմ հաջորդ սեանսին։ Ցանկանում եմ այստեղ ձեզ ցույց տալ նաեւ որքան կազմեց այս աշխատանքային սեանսում իմ պրոֆիտը, $542 աշխատեցինք այս աշխատանքային սեանսում։
Եվ ընկերներ ջան, վերջում ցանկանում եմ ձեզ ցույց տալ մեր ընդհանուր ալիքը High Trading Signals ալիքը, որտեղ կիսվում եմ իմ բոլոր գործակներով, այն գործակները, որոնք բացում եմ ես, կիսվում եմ այստեղ, նաև բացում եք դուք, որոնք ամբողջությամբ բացում են կոլեկցիայի հաշվարկի տվյալ ստրատեգիայով, տվյալ մեթոդով։ Այսպիսով ավարտենք այս վիդեոն, շնորհակալ եմ բոլորիցդ, որ դիտեցիք այն, հաջողություն։